Վերադառնում ենք ենթակայան։ Դավիթ, նոր կանչ ընդունեք, Աշակյան 45, բնակարան 38-րդ հարկ։ Տղամարդ է զանգել, ասում է թույլ է, վատ է զգում։ Ուզել է պոլիկլինիկա գնալ, չի կարողացել։ Ամեն երկրորդ բառից հետո ներողություններ խնդրում անհանգստացնելու համար։ Կանչն ընդունեցինք։ Փաստորեն սիրտը միայն ներողություններով է փոխվում։ Նման մարդիկ միջև դանակը ոսկորին չհասնի, նեղություն չեն տա, հավատա ներքին ձայնիս։ Լավ, լսենք ներքին ձայնի։ Արդեն 4-րդ տարին աշտապօգնությունում եմ աշխատում, բայց ամեն անգամ կանչի գնալուց վախով եմ գնում, թե այս անգամ ինչ կլինի։ Դոնորա Արամովնան միջև վերջին օրը այդ վախով է գնացել։ Դա նորմալ է, հան։ Ու եթե վախը չլինի, հանգիստ կարող ես ուրիշ աշխատանք անել։ Դաս Դանիել, այստեղ։ Ես բարձրանամ։ Չէ, որ պետք լինի կկանչեմ։ Ութերորդ հարկեր, չէ։ Հա։ Լավ արի։ Բարև ձեզ։ Համեցեք։ Ձեռք տվեք։ Կներեք, ուղղակի վերելակը 2 օր է չի աշխատում, թե չէ ես ինքս անպայման մի կերպ պոլիկլինիկա կհասնեի, ձեզ էլ իզուր տեղը գործից Ինչ է պատահել։ ստամոքսս է բժիշկ, հետո սիրտս էլ խառնում է, Երբ է ցավը սկսել։ լուսադեմին, երեկ ուշ հաց կերա, մտածեցի դրանից է, հետո հանքային ջուր խմեցի, բայց չօգնեց, Ձեռք տվեք, խնդրում եմ։ Կնոջս, Մի րոպե։ Ինչ էիք ասում։ ասում եմ, կնոջս բան չասի, մտածեցի, ինչու իզուր տեղը անհանգստացնեմ, չէ, ինքը դպրոց գնաց, ուսուցիչ է, աղջիկս էլ քոլեջ։ Մի վարքյան։ Սրտի շրջանում ցավեր չեք զգում։ Այստեղ, Գլուխը չի պատտվում։ երբ ելա դուռը բացելու, հազիվ պատերից բռնեցի։ Ինչ։ Չեմ հասկանում։ Էս ինչ է բժիշկ վատ եմ։ Աննա։ Աննա, ամբո, շուտ արա։ Դիֆիբիլյատորը շուտ արա, Աննա։
երակային։ Արագ Աննա։ Արագ, արագ, արագ։ Վաթսուն ներքևինը չկա։ Ոչ չկա, նորմալն է, հիմա պետք է լինի։ 95-55։ Պուլսը 80։ Արքաստո։ Կաթիլեինը, կոմպլեքսներով։ Պրոմեդոլ, լիդոգային գեպարին։ Մի շարժվեք, հանգիստ, 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 մի շարժվեք։ Ալոյան, տանում ենք հիվանդանոց։ Չէ, դե ներքին ձայնդ ճիշտ էր, ինֆարկտ է։ Վիճակը արդեն կայան է։ Օգնություն ուղարկիր, հա։ 8-րդ հարկ ինքը մենակ վերելակն էլ չի աշխատում։ Լավ։ Ուրիշների մատը փուշ է մտնում, ողջ աշխարհը ոտի են հանում։ Իսկ դուք Բժիշկ ջան, կապրեմ։ Շատ եմ ուզում աղջիկս հարսանիքին բարել։ ամեն ինչ լավ է լինելու։ Դավիթ, Կարապետյանը քեզ է սպասում։ Ինձ սուրճ մի լիտր։ Նորմալ տեղ հասցրիք։ Բայց մինչև 8 հարկ իջացրեցինք։ Գիտես, երբ տեսնում եմ, թե ինչքան մոտիկ են կյանքնում, սարսափում։ Չգիտեմ, ենթադրենք մի քանի րոպե ուշանայինք կամ ավտոմեքենայի անիվը պայթեր, ահավորը։ Դավիթ, որ մարդուն մահից փրկում ես։ Ինչ ես զգում։ Չես պատկերացնում ինչքան ճիշտ բան արեցիր, որ հակառակը չհարցրեցիր, Ամբարձումյան ջան։ Կանչել ես։ Նորություն չկա։ Երեք նորից կանչեցին քննիչի մոտ։ Մի երկու հարց տվեցին ու ազատ ես, ձեզ կկանչենք։ Ոնց որ ձեռ առնեն, Ազատյանին իրանք են ազատություն տալիս, մինչև հաջորդ կանչելը։ Ու դու խելոք սպասում ես մինչև հաջորդ կանչը։ Սպասումից ավելի դաժան չսպասելն է։ Վերջը փիլիսոփա ես դառնալու։ Էդ ես չեմ ասել։ Երեք գնացել էի արտակին տեսնելու։ Ոնց է։ Ուրիշ չկա։ Գիտես, ինչ էր ինձ ասում։ Հարցնում էր մինչև նոր տարի կապրեմ։ Ուզում եմ տոնածառը տեսնել։
Իմ մասին մի մտածի, ես լավ եմ։ Ձերանք էլ են լավ։ Մի քանի օր առաջ գնացել էի։ Ինչ պիտի ասեմ։ Օրերն են հաշվում։ Ես էլ եմ սպասում։ Ոչինչ, բան չկա։ Մյուս նոր տարին միասին կդիմավորենք։ Հետ ինչ է հազում ես։ Մրսել ես։ Չէ, ես լավ լսում եմ, ձենդ էլ է խզված։ Քեզ լավ պահի էլի խնդրում եմ։ Հո չեն նեղում այդտեղ։ Դե էլ կռիվ չանես, հա։ Չի քեզ նոր եմ ճանաչում։ Լավ։ Երրորդ բրիգադ կանչ ընդունեք։ Պանթեոնի այգուց ներքև դելֆինարիումի մոտերքը մարդ է պարկած։ Բայց երբեմն ինչ փրկություն է, չէ՞ Ալոյանի ձայնը։ Առավոտվա 7 հարկից մինչև հիմա խելքս գլուխս չի եկել։ Ինչ եղավ ձեզ, Դանիել։ Ներողություն արտահայտությանս համար մեր կասառույց է։ Ինչ ասառույց։ Ալոյանի պարապաշարից է։ Հա։ Ալո։ Արշավի կարպիչ, բարև ձեզ։ Հերթապահության եմ։ Լավ, կփորձեմ։ Հա, ձեզ անպայման տեղյակ կտամ։ Կարապետյան, էլի մի ժամով ենթակայանում պետք է մնամ։ Չէ, քնիչը չի, հետո կասեմ։ Լավ, շնորհակալ եմ։ Արշավիտ կարպիչ, ես ժամը 4-ից հետո տեղում եմ լինելու։ Լավ։ Այստեղ մարդ պետք է լինի պարկած։ Արդեն նստել եմ։ Ես էլ քո էքստրա կանչը։ Կսառես։ Մենք սովոր ենք։ Էդ ինչ ես նայում։ Ես շենքից են երևի թե զանգել։ Չէ, լավ է, որ մարդիկ իրար նկատմամբ անտարբեր չեն։
Ուղղակի սա ոչ թե էքստրա կանչ, այլ սովորական կանչել չի։ Հա։ Տանենք հիվանդանոց։ Աստորեն օգնում եք, հա։ Բայց որպես ինչ տանենք։ Դե հեչ որ բան չլինի, սրտային անբավարարություն կա ու կա։ Գոնե մի երկու շաբաթ հիվանդանոցում կմնաս, տաք հա։ Գնացինք։ Օգնենք, թե կգաս։ Այնքան խմած չէ։ Արի։ Բարև ձեզ։ Բարև Դավիթ։ Ծանոթացնելու հարկ կա։ Արշավիր Կարպիչ, բժիշկը ինձ փրկել է։ Իսկ Սելյանը լավություն մոռացող չէ։ Դա լավ է։ Շատ լավ է։ Դժոխքում ամենամեծ մեղքը երախտամոռությունն է։ Երեք ենք ծանոթացել։ Բայց հին կապեր, հին ընկերներ կան, կարող եք պարզ խոսել։ Մանավանդ Երևանը փոքր քաղաք է, ու մեկս մեկիս մասին շատ բան գիտենք, գրեթե ամեն ինչ գիտենք։ Զրուցեցինք։ Պարզվում է, որ պարոն Սելյանը ոչնչից տեղյակ չէ։ Մնացածը ինքը կասի։ Սկզբում ջղայնացա։ Ինձ ուշքի ես բերում, տղայի սանօգնական թողում հեռանում։ Հետո մանրամասները ճշտեցի։ Ասեցի ձենդ կդրի նստի տեղդ։ Պարզվում է չի լսել։ Ես պատմությունը չպետք է լիներ, բայց որ եղել է, եկեք որոշենք ինչ ենք անելու։ Որոշելու բան չկա, գործը փակում ենք։ Թե անմեղ մարդու գլխին քրեական գործ սարքելուց հետո
էլի որոշելու բան ունեք, հա։ Արշավիր Կարպիչ, ինձ լավ չհասկացաք։ Չեմ կարծում։ Դուք արդեն ներողություն պետք է խնդրած լինեիք Բժիշկ Ազատյանից։ Դուք եւ ոչ թե ձեր զավակը։ Նա արժանի չէ դրան։ Չգիտեմ ով է, ինչ է անում, ինչ մարդ է ձեր տղան։ Բայց այս երիտասարդը ամեն հերթապահության մարդկային կյանք է փրկում։ Դե դուք դա ինձանից լավ գիտեք։ Եմ որ էստեղ եմ, արդեն իմ ներողությունն է, բայց ասում էի, որ Մնացածը ձեր պրոբլեմն է։ Իսկ ձեր կալիբրի մարդու համար դա պրոբլեմ չէ, կամ գրեթե պրոբլեմ չէ։ բժիշկ, Ինձ թվում է ամեն ինչ պարզ է։ Խոսելու կարիք չկա։ Մենք իրար հասկացանք։ Արշավիր Կարպիչ, գործը փակված է։ Դե ուրեմն ցտեսություն, Դե զուր տանեմ։ շնորհակալություն։ Ես ուզում եմ քայլել։ Քայլեք։ Վերջ։ Վերջ։ Ինչ եք արել դրան։ Ընդամենը կես ժամանոց դաստիարակչական ծրույց։ Ուզում էր տղային բերել չթողեցի։ Թող ինքը մի քանի տհաճ րոպեներ ապրի, որ հետո այդ թթու ջուրը սիրասուն բալիկին խմեցնի։ Միայն այդքան, հա։ Ինչ որ ուրախ չես, հա։ Կներեք Արշավիր Կարպիչ։ Այնքան անսպասելի էր, որ ապուշի պես կանգնել եմ ու շնորհակալություն չեմ ասում։ Հարցը շնորհակալությունը չէ։ Պարզապես հոգիդ հանգիստ չի։ Հա, կա տենց բան։ Այդ լակոտը ուղղակի իրան արժանի պատիժը պետք է ստանար։ Ոնց ասեմ, բացահայտ, Բայց օրենքի շրջանցում կոմպրոմատային պայմանավորվածություն շատ լավ եմ հասկանում քեզ։ գիտեմ մի քիչ միամիտ բան ասեցի, կներեք։ Ես քայլեմ, իսկ դու գնա։ Զանգիր մհերին։ Լավ եղբայր ունես։ Շնորհակալ եմ։ Քո գործով էին եկել։ Խոսիր այդ տղա ներվերը չունեմ։ Վերջ։ Տագնապն ավարտված է։ Ավարտված։ Լրիվ։ Լրիվ։ Այ քեզ բանտ չեն նստեցնի։ Հույս չունենաս։ Վայ։ Զանգերին պատասխանի։ Վերջ։ Դավիթ։ Տղես։ Ալո, շտապ օգնություն։ Այո, ինչ է պատահել։ Ասեն բնակարանը։ Եղավ, հիմա կուղարկեմ։ Օնկոլոգիա է, Լեոյի փողոցից։ Մենք կգնանք։ Ճիշտ ես, գնա։ Գնա Մարգարի հետևից։
Թռանք, պարոն Կարապետյան։ Ինչ թռանք։ Ես աղջկա խեպտել կերա, իրորին դարձրեց։ Ես կում հերախոսազանգերին պատասխանի։ Երում ինչ պաշիտ չեմ ուզում լսել։ Ձերոնք չգիտեն, չէ։ Հիմա արդեն կասեմ։ Անցյալով խոսելը ավելի հեշտ է, չէ։ Հիշում ես ինչ էիր ասում, Աննա։ Ինչ էի ասում, որ Գոնե մի տականք չմարսեց։ ոնց էլ հիշում ես։ Ես էլ չէի մոռանա։ Իրականում մարսեց։ Կիսով չափ։ Էլի բանը։ Բա երբ ենք խմելու։ Թեև առաջարկը թեման փոխելու համար է ասված, բայց ընդունվում է միաձայն։ Վաղը երեկոյան։ Վաղը կխմեմ, մյուս օրը կոյախանամ, որ այն մյուս օրը հերթապահության ենք։ Տենում ես ոնց է մեր մասին մտածում։ Մահվանդ կռիվ տվող հիվանդ տեղափոխողը ուրիշ կերպ չի կարա մտածի։ Շտապ օգնություն կանչել եք։ Ներս եկեք։ Եսկո։ Բժիշկ։ Խնդրում եմ խոսեք հետ։ Ինչի մասին։ Չի ուզում հիվանդանոց գնալ։ Չի ուզում լուրջ ստուգվել։ Մի անգամ գնաց, անալիզ արեցին, նկարեցին ու վերջ։ Այսպես պարկելով չի լինի բժիշկ։ Գոնե Մոսկվա տանենք։ Խնդրում եմ, խոսեք հետը, համոզեք։ Գուցե ձեզ լսի։ Ինձնից առաջ ինչ-որ մեկը խոսել է իր հետ։ Հա, բայց չի ուզում ոչ մեկին լսել։ Դուք էլ փորձեք, խնդրում եմ։ Լավ բժիշկ։ Լավ։ Աննա, դուք գնացեք, եթե բան պետք լինի, ես ձեզ կկանչեմ։ Շատ լավ բժիշկ։ Այս կողմ եկեք։ Բարև ձեզ։ Բագրատ, վատացել եք, հա։ Էլի գիտակցությունս կորցրի։ Ուղեղի հոդուցք է։ Ձեր կինը չգիտի, հա։ Ինչ-որ բան ասել են։ Բայց դա ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, այլ ճիշտ հավատալ։ Մեկ ամիս առաջ ստուգեցի։ Վիրահատել չեն կարող։ Ցավեր չունեմ։ Միայն ոտքերս են թմրում, մեկ էլ տեսողությունս է պարբերաբար կորչում։ Իսկ նա ուզում է ձեզ Մոսկվա տանել։ Դա ամեն ինչ կարող է անել։ Միայն չի կարողանում
հավատալ, որ ժամանակ չկա։ Կներեք, բայց սա սխալ է։ Եթե դուք ամեն բան գիտեք, ուրեմն նա էլ պետք է իմանա, որ ձեզ մնացած ժամանակը իզուր չկորցնեք։ Կներեք, ես ուղղակի Բժիշկ, դուք հիմա ասացիք այն, ինչ ես ուզում էի լսել։ Օգնեք, խնդրում եմ։ Դուք կարող եք։ Դուք ուզում եք, որ ես ասեմ նրան։ Այո։ Ասեք նրան այն, ինչ հիմա ինձ ասացիք, որ էլ ժամանակ չի մնացել։ Մենք այդ ժամանակը չունենք։ Լավ, կփորձեմ։ Ձեր կնոջ անունը ինչ է։ Շահիկ, աշխարհի ամենագեղեցիկ Աննա։ Խոսեցիք։ Այո։ Խոսեցինք։ Իզուր ես այսքան սպասեցի։ Վաղուց պիտի Մոսկվա տարած լինեի։ Տիկին Շահիկ, դուք մի բան գիտեք, բայց չեք ուզում հավատալ։ Նրա օրերը հաշված են։ Ու ինքը շատ լավ գիտի նրա մասին։ Գիտի։ Դրա համար է ամեն ինչից հրաժարվում։ Բայց ոչ իր մնացած կյանքից։ Դուք ամեն րոպեն ու վայրկյանը պետք է նրա հետ կիսեք։ Այնքան բան ունեք նրան ասելու։ Ասեք, հետո ուշ կլինի ու երբեք դա չեք ների ձեզ։ Իսկ նա ինչքան բան ունի ձեզ ասելու։ Այս արհեստական լռությունը երկուսիդ էլ պետք չէ։ Ով է ասել, որ սիրող մարդիկ բացի կյանքից եւ սիրուց ուրիշ խոսելու ոչինչ չունեն, հա։ Նրան փրկել չեք կարող։ Գոնե օգնեք անցնի այդ ճանապարհը։ Այդ դժվարին ճանապարհը։ Շուտ պիտի ասեին ինձ։ Աննա։ Քնել էի։ Օգնել ես։
12-րդ կանչնա, ոչինչ։ Գնանք։ 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 Հիվանդացել է։ Ընկերդ։ Հա։ Կանչ է։ Որ կանչ լիներ, խի էի քեզ ասել։ Մենակ դու կարող ես նման բացել։ Մի րոպե լսի, խնդրում եմ։ Ոչ մի րոպե։ Երևի դու Դավիթին էլ արդեն չես ուզում լսել, չէ՞։ Ես ընդհանրապես խնդրում եմ ձեզ, ինձ հանգիստ թողեք բոլոր տեղ։